Ֆուտբոլը նայել եք մեր Վրաստանում։ Ես ֆուտբոլ չենք նայում։ Չեք տեսնում ինչա կատարում։ Չկատա։ Հրաժարական են պահանջում ՀՖՖ նախագահի։ Չես ֆուտբոլ չեմ սիրում։ Չեք տեսնում ինչ է կատարում ՀՖՖ նախագահի հրաժարական։ Բայց եթե ես այդ ոլորտում չկամ, ինչ ասեմ։ Հետաքրքրում ձեզ ինչ է կատարում։ Չէ, ինչ պիտի հետաքրքրի, եթե մի բանում ես չկամ, ո բան չեմ։ Եթե դիլետանտ չեմ, խցկվեմ այնտեղ, որտեղ ինձ չի հետաքրքրում։ Երկրում չեմ աղալ, չեմ նայել։ Բնաբար երբ ես նայում եմ, պարտվում են, բայց այս անգամ ոնց որ իմ նայել այդքան էլ կապ չունեցավ։ Ինչն է պատճառը, Տիկին Մաթոյան, ինչ ով է մեղավոր, տեսնում եք, ուսումնասիրում եք, ինչն է խնդիրը։ Ֆուտբոլիստների մեջ օրինակ ՖԱՖ-ը պահանջում է ՀՖՖ նախագահի հրաժարականը։ Ճիշտն ասած, այս մասով ես բավարար այդպես կոմպետենտություն չունեմ, ասելու ով է մեղավոր, ինչն է պատճառը, բայց ես կարծում եմ, թե ինչը կարող է նպաստել, համաձայն եմ նրա հետ, որ մենք պիտի ֆուտբոլը դարձնենք մասսայական Հայաստանում։ Իսկ եթե ֆուտբոլը մասսայական չի, մեր բակերում ֆուտբոլ չեն խաղում, երեխաները դրանով չեն ապրում, երկիրը դրանով չի ապրում սովորաբար, այլ արդյունք դժվար է ակնկալել։ Այդ իմաստով կարծում եմ առնվազն լուծման ուղիները այստեղ են, այս ուղղությամբ իհարկե մենք բավականին լուրջ աշխատանքներ արել ենք եւ պիտի շարունակենք, որ բակային ֆուտբոլը ընդհանրապես ֆուտբոլը մեր երեխաների կյանքում շատ մեծ տեղ զբաղեցնի եւ ոչ դերակատարը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չպետք է լինի, Տիկին Մաթոյան, չեք կարծում։ Ոչ միայն, ես կարծում եմ, որ այստեղ համակողմանի աշխատանք է, նախ թիմերը պիտի իրենց մոտ պայմաններ ստեղծեն, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը, ֆեդերացիան, հասարակական կազմակերպությունները, մենք պիտի բոլորս այս ուղղությամբ աշխատենք։ Եվ սա հետևություն չպետք է լինի, օրինակ որոշում կայացի, որ պետք է օրինակ ՀՖՖ նախագահ հրաժարական տա 0 կետից սկսել քայլեր անել։ Ես կարծիք չասեմ, որովհետև ես ինձ կոմպետենտ չեմ զգում այդ մասով ասելու, թե ով պիտի հրաժարական տա, ինչ պիտի անի, ինչ կազմակերպչական խնդիրներ կան, դրանց շատ ծանոթ չեմ, պարզապես ծանոթ չեմ։ Իսկ մի բանի մասին ասել կարծիք, որի խնդիրներին լավ ծանոթ չես, իմ կարծիքով ճիշտ չէ։ Նաև Հայաստանում մասնակցել եմ հանդիպմանը ու շատ ոգևորում եմ իմ թիմին եւ կապ չունի, որ թեկուզ պարտություն կրեց թիմը, բայց այնուամենայնիվ մեր ֆուտբոլիստներն են եւ ես չեմ ընդունում նման ագրեսիվ վերաբերմունքը ֆուտբոլիստների նկատմամբ, որովհետեւ ամեն դեպքում մրցաշար է, ամեն դեպքում մասնակցում են, պարտությունն էլ պետք է արժանապատիվ ընդունենք եւ կանգնենք մեր տղաների կողքին։ Ով է մեղավոր, որ մեր ֆուտբոլն այսօրի է։ Օրինակ ՖԱՖ-ի երկրպագուները պահանջում են Մելիք Բեկյանի հրաժարականը։ Դուք այդ կարծիքին եք, որ ՀՖՖ նախագահն է այս ամենի մեղավոր։ Ես այդ կարծիքին չեմ, որովհետեւ վերջերս եթե համեմատենք տարիներ առաջվա ֆուտբոլային հանդիպումների հետ, քանի որ երկար ժամանակ է հետևում եմ մեր ֆուտբոլիստների խաղին, բավականին լավ են սկսել խաղալ, բայց այնուամենայնիվ դեռ աշխատելու տեղ ունեն։ Դե եթե սկսենք մեղադրանքներով, կարող է հենց անհատական ֆուտբոլիստներից սկսած, միջև եսին որտեղ ասեմ, բայց կարծում եմ այդ ոճը չպետք է ընդունենք, այդ դիրքը չպետք է ընդունենք եւ ընդհակառակը պետք է ոգևորենք ու իրենց կողքին լինենք ու անենք ամեն ինչ, որպեսզի մի օր մենք մեր ցանկալի ֆուտբոլային հավաքականը ունենանք։ Իսկ ճիշտ չէ լինի ՀՖՖ նախագահի հրաժարականը, որ ավելի ոգևորվեին տղաները, չգիտեմ, երկրպագուները կարողանային նաեւ դրանք, քան որ իրենք հստակ պահանջ ներկայացնում են, որ պարտության մեղավորը հենց ՀՖՖ նախագահն է։ Իր հետ զրույց ունենում եք ընդհանրապես։ Ես ինքս զրույց չեմ ունեցել, նույնիսկ չեմ էլ մտածել, որ նախագահն է մեղավոր, որ պարտվել ենք, բայց այնուամենայնիվ գուցե ինչ որ մի մասել, գուցե չեմ կարող ես վստահաբար ասեմ, ֆուտբոլասերները, մոլի երկրպագուները դա գուցե ավելի լավ են զգում, բայց այնուամենայնիվ պարտությունից հետո սկսել մեղավորություն զգալ, դա թույլ մարդու, մեղավորներ ման գալ, դա թույլ դիրքորոշում ու թույլ մարդու դիրքորոշում է, ես չեմ ուզում այդ դիրքերից հանդես գալ եւ ես չեմ էլ ուզում, որ մեր հայրենակիցներն է տրամադրվեն ֆուտբոլիստների կամ ֆեդերացիայի նախագահի կամ որևէ մեկի նկատմամբ նման, եթե հաղթանակ լիներ, ինչ էին անելու, ոգևորելու էին, իրենցն էին համարելու հաղթանակը, ինչը որ պարտվել է, եկեք բոլորին մեղադրենք, չէ, պետք չէ այդ նման կերպով հանդես գալ։ Իրականում դա ավելի է կոտրելու մեր ֆուտբոլիստներին, ավելի է դեմոտիվացնելու եւ նրանք պետք է իմանան, որ ամեն դեպքում իրանք մեր հավաքականն ու մենք իրենց կողքին կանգնած ենք, պետք է այսպես տրամադրվենք բոլորս ու կարծում եմ դա մի օր իր հաղթանակը բերելու է։ Շնորհակալ։ Ձեզ էլ եմ շնորհակալ։